Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել եմ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արման Եղոյանին։ Բարի երեկո, պարոն Եղոյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Առաջարկում եմ մեր զրույցը սկսենք վարչապետի երեկվա հայտարարությամբ, որտեղ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2023-ին Արցախում ունեցել ենք բավարար զենք զինամթերք, սակայն չեն կռվել, ես մեջբերեմ, թռել են, ճողոպրել են։ Մի պահ վերհիշենք 2023 թվականի այդ օրերը, երբ կատարյալ բլոկադա էր, կիսասոված հասարակություն ունեինք եւ մյուս կողմից մինչեւ ատամները զինված Ադրբեջան։ Մեկօրյա ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պաշտպանության բանակը ունեցավ ավելի քան 200 զոհ եւ վիրավորներ։ Հիմա հարց, չկռվեց բանակը։ Վարչապետի ասածը քաղաքական խոսակցության կոնտեքստում է։ Մենք այստեղ ունենում ենք քաղաքական եւ ոչ տեխնիկական խոսակցություն։ Մենք չենք նայում թե որ դիրքում ինչ է կատարվել, ով քանի փամփուշտ է կրակել, այսպես չենք նայում։ Մենք նայում ենք նախ եւ առաջ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պահվածքին եւ ոչ միայն այդ կռվի ժամանակ, այլ ընդհանրապես դրանից առաջ իրենց դրսևորած վարքին, ընդ որում խոսքը միայն հենց ղեկավարի, այսինքն նախագահների մասին չի, այլ ընդհանրապես ռազմաքաղաքական ղեկավարության Ղարաբաղի եւ ինչպես էին իրենք օգտագործում արկա ռեսուրսները թե Ղարաբաղի, թե Հայաստանից ուղարկվող եւ ընդհանրապես այդ բոլոր տարիների ընթացքում վարչապետի ասածը հենց դրա մասին է, ինքը հատուկ դա շեշտեց մետրոյում եղած խոսակցությունից հետո, որ խոսքը վերաբերում է ոնց ձևակերպեց վերնախավին, թե էլիտաներին, որոնք, ասեմ ձեզ, Ղարաբաղի ժողովրդին հարստահարել են ոչ պակաս, քան հարստահարել են այստեղ Հայաստանի ժողովրդին։ Սրա մասին է խոսքը։ Կռվելու վերաբերյալ ասվածը դուք այս կոնտեքստում նայեք, այսինքն պահանջել ավելի ու ավելի ու ավելի անհնարը Հայաստանից, Հայաստանին տանել, դնել մի խնդրի առաջ, որը Հայաստանը ունակ չէ, չունի բավարար ռեսուրս լուծելու այն դեպքում եւ երբ իրենց տրված ռեսուրսները չեն օգտագործում բավարար արդյունավետությամբ։ Այս ձև դուք թարգմանեք։ Հիմա հարցը հետևյալի մասին է, եթե իսկապես կա ռազմական, քաղաքական գնահատական, որ Արցախի պաշտպանության բանակը կամ ռազմաքաղաքական ղեկավարները չեն արել այն, ինչ որ պետք է անեին, իրավական գնահատական, ինչու չտրվեց այս ամենին։ Դե ես որոշ դեպքերում տրվեց, շատ դեպքերում է տրվել, քանի գործ այսօր քննվում, միայն դասալքության հոդվածով բազմաթիվ մարդիկ են այսօր անցնում, եթե վարչապետը ասել է, որ նոր փաստեր են ի հայտ բերվելու, ուրեմն ի հայտ է բերվելու, սպասենք։ Գիտեք, ես շատ հաճախ եմ սովորական ղարաբաղցիներից, ես կարող եմ բացել, հիմա ուղղակի դա անձնական նամակագրություն է, ստանում նամակներ, բողոքներ, թե ինչպես են մարդիկ այնտեղից ռեսուրսները վերցրել, տարել գործ դրել ուրիշ տեղ, այդ թվում եւ հիմա այդ փողերը բերում, փորձում են բերել պտտել Հայաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ես անուններով կարող եմ ասել, թե ում մասին են ասում ու հեսա պահը կգա, ես դա էլ կասեմ։ Այնտեղի падգամավորներ։ Այդ օրերին Արցախում տեղակայված էին նաև ռուս խաղաղապահները եւ Հայաստանի այսօրվա իշխանությունը նաև անուղակի հաճախ մեղադրում են նաև Մոսկվային տեղի ունեցածի համար։ Դուք որպես Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ինչ եք կարծում, եթե ռուս խաղաղապահների հետ Արցախում տեղակայված լինեին նաև Եվրամիության դիտորդներ, հնարավոր էր ունենայինք այլ սցենար։ Այն ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում 2020 թվականին, ավելի շատ խոսակցություն էր Ադրբեջանի, Ռուսաստանի, միջև նաև Ռուսաստանի, Հայաստանի, միջև այս եռանկյունու մեջ էր գնում խոսակցությունը։ Ես չեմ պատկերացնում մի սցենար, երբ Ադրբեջանը համաձայներ, հա, այն ժամանակ էլ էին ասում Նորվեգիայից, Շվեդիայից, Սկանդինավյան, չգիտեմ ինչա, բայց մոռանում են մի բան։ Դրա համար պետք է լինելու Ադրբեջանի համաձայնությունը։ Ինչը ես չեմ պատկերացնում, կներեք, որ լիներ։ Իրենք խոսում էին Ռուսաստանի հետ, իրենք հարցերը կարգավորում էին Ռուսաստանի հետ, իրենք իրենց հաշիվները ունեին Ռուսաստանի հետ եւ մնացածը մենք տեսանք։
Մայիսի 4-ին եւ 5-ին Երևանում սպասվում է Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստան ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես ուզում եմ հասկանալ, պարոն Եղոյան, ինչ օրակարգով ենք մասնակցում այս գագաթնաժողովին եւ ընդհանրապես ինչ սպասել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից։ Սպասել միայն լավը, միայն դրականը, անցնող տարիների ընթացքում մեր օրակարգը աննախադեպ մասշտաբների ընդլայնվել է, գիտեք, որ մենք անցած տարի սկսեցինք վիզաների ազատականացման երկխոսությունը, մենք սկսել ենք, մենք ընդունել ենք օրենք, սա գիտեք, հիմա այդպես պատշաճ ուշադրության չի արժանանում, կամ մարդիկ շատ հաճախ սրան թերահավատորեն են վերաբերում, բայց ազգային ժողովը ընդունել է օրենք այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է շարժվել Եվրամիության անդամակցության ճանապարհով։ Սա այսպես, սրան գումարած աննախադեպ բարձր մակարդակի վրա է գտնվում քաղաքական երկխոսությունը։ Մենք վերջերս բառացիորեն վավերացրեցինք Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը այն մասին, որ Հայաստանն էլ կարող է մասնակցել Եվրամիության անվտանգային ընդհանուր քաղաքականությամբ նախատեսված առաքելություններին։ Սա կարծում եմ շատ մեծ ցուցիչ է մեր հարաբերությունների նշաձողի բարձրացման։ Եթե մենք գնում ենք Եվրամիության ճանապարհով, պարոն Եղոյան, մյուս կողմից մենք ունենք ԵԱՏՄ մեր կողմից ընդունված օրենքը ասում է, որ երբ օրը գա Հայաստանը, այսինքն երբ հասնի այդ պահը արդեն անդամակցության կամ նույնիսկ ազատ առևտրի համաձայնագրի կնքման, բնականաբար այդ օրը Հայաստանը չի կարող լինել այլ մաքսային միության անդամ։ Լինի դա ԵԱՏՄ-ն, լինի հարավ-ամերիկյան մաքսային միությունը, չգիտեմ, Աֆրիկայում կան մաքսային միություններ, ամբողջ աշխարհում տարբեր ձևաչափեր որևէ այլ մաքսային միության անդամ չի կարող այդ պահին լինել Հայաստանը, ինչը չի նշանակում, որ Հայաստանը խզելու է իր բոլոր կապերը բոլոր երկրների հետ ամենևին, նշանակում է, որ խզելու է ազատ մաքսային ռեժիմը մյուս մաքսային միությունների հետ, այսինքն նրանց հետ սկսելու է շփվել արդեն մաքսային ռեժիմով, ինչը բնականաբար արդեն ունենալու է իր որոշակի հետևանքները, բայց այն մյուս կողմի անդամակցությունն էլ ունենալու է իր հետևանքները։ Այնպես որ ընտրությունը այստեղ այո կա եւ մենք այդ ընտրությունը արդեն իսկ կատարել ենք։ Վարչապետը հաճախ հայտարարում է, որ Հայաստանը Եվրամիությանը կարող է մոտենալ այնքան, որքան Եվրամիությունը ցանկանա, որ Հայաստանը մոտ լինի եվրոպական ընտանիքին։ Այս առումով մենք որտեղ ենք գտնվում դեպի Եվրամիություն գնացող ճանապարհին։ Այդ առումով մենք գտնվում ենք մոտավորապես իրավապայմանագրային բազայի տեսանկյունից մենք գտնվում ենք ասոցիացիան համաձայնագրից մեկ քայլ հետ։ Ահա այդ դիրքում ենք գտնվում, մոտավորապես այն դիրքում, կրկնում եմ, իրավապայմանագրային բազայով, ոչ քաղաքական երկխոսության մակարդակով։ Քաղաքական երկխոսության մակարդակով մենք միգուցե շատ ավելի առաջ ենք անցել, քան շատ ու շատ ասոցիացիան համաձայնագրեր ունեցող պետություններ, անունները չտամ, բայց իրավապայմանագրային բազայով գտնվում ենք մոտավորապես այնտեղ, որտեղ կանգ ենք առել 13 թվականի սեպտեմբերի 2-ին թե 3-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մենք մտնում ենք ԵԱՏՄ, հա այդտեղ մեր իրավապայմանագրային լիմիտները գտնվում են այդտեղ, թեև մենք այլ, ինչպես արդեն նշեցի, պայմանագրերով ավելի ու ավելի հարստացնում ենք այդ բազան, բայց մաքսային միության անդամակցել, չանդամակցելու կամ ազատ առևտրի գոտուն միանալ, չմիանալու տեսանկյունից մենք դեռ գտնվում ենք մեկ քայլ հետ ասոցիացիան համաձայնագրից։ Որքանով կարող ենք վստահել Եվրամիության հետ գործընկերային հարաբերություններին եւ արդյոք Եվրամիությունը կարող է երաշխավորել հայ-ադրբեջանական խաղաղությունը եւ պայմանագրի ստորագրումը։ Հիմա լրիվ ուրիշ խոսակցություն ենք տանում, մենք ասում ենք, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության երաշխավորը պիտի լինեն Հայաստանը եւ Ադրբեջանը։ Մենք հիմա այդ խոսակցություն ենք տանում։ Մենք չենք ասում, որ Եվրամիությունը պիտի լինի այլ երրորդ ուժեր պետք է լինեն եկել, բայց մենք Հայաստանում ունենք նաև եվրոպական դիտորդներ։ Հա, բայց դիտորդները եկել են այն ժամանակ, երբ այլ քաղաքական իրավիճակ էր, երբ իրավիճակի օպերատիվ ստաբիլիզացման կարիք կար, եւ դա ի պատիվ Եվրամիության իրենք շատ մեծ հաջողությամբ արեցին եւ հիմա էլ են շարունակում անել, բայց դա գործիքներից մեկն է։
գործիքներից մեկն է եւ ինչի համար մենք շատ շնորհակալ ենք, մենք բոլոր կողմերի հետ էլ ԱՄՆ-ի հետ էլ հիմա օգոստոսի 8-ի համաձայնագիրն էլ ուրեմն մեկը ԱՄՆ ներկայությամբ, մեկը մյուսը ԱՄՆ հետ կնքվեց, մյուս պետությունների հետ էլ ենք մենք երկկողմ հարաբերություններ զարգացնում, այսինքն այստեղ արդեն չի գործում կամ սկզբունքը, այստեղ գործում է եւ սկզբունքը յուրաքանչյուրի հետ դու կառուցում ես այն հարաբերությունները, որը քեզ է շահավետ, ոչ թե այն մյուս երրորդ երկրին է շահավետ։ Ես առաջարկում եմ խոսել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ կապված, մենք ունենք TRIP, որը նախատեսում է իրականացնել, եւ ունենք Միացյալ Նահանգներ Իրան սկսված պատերազմ։ Սա չի խանգարի ծրագրի իրականացմանը։ Իրանում ստեղծված իրավիճակը բնականաբար որոշակի ռիսկեր ստեղծում է, բայց որոշակի, ինչպես ասեցի, դա դեռ չի նշանակում, որ էլի այստեղ մենք պետք է գործ ունենանք կամ սկզբունքի հետ։ TRIP-ը բացառապես քաղաքացիական ենթակառուցվածք է, դա ռազմական ենթակառուցվածք չի։ TRIP-ը ճանապարհ է, եւ ես չեմ լսել, որ Իրանի որևէ ներկայացուցիչ ասած լինի, որ իրենց համար անընդունելի է իրենց հարևան պետություններում քաղաքացիական ենթակառուցվածքների զարգացումը։ Ավելին, նույնիսկ այն պետությունները, որոնք հիմա հարվածներ են ստանում Իրանից, այն պետությունները, որոնք հարվածներ են ստանում Իրանից, ես չեմ ճիշտ ասած նկատել, որ այնտեղ որևէ քաղաքացիական ենթակառուցվածք հարված ստանա։ Հարվածը որպես կանոն ուղղված է ռազմական ենթակառուցվածքին, եւ մեր դեպքում ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչու պետք է Իրանը դեմ լինի մեր ճանապարհների ենթակառուցվածքների զարգացմանը։ Հայաստանում բազմաթիվ այլ ծրագրեր, պրոյեկտներ կան, որոնք իրականացվում են ԱՄՆ կապիտալով, Եվրամիության կապիտալով։ Հենց հիմա իրանական ընկերությունը ուրեմն TRIP-ից ընդամենը կիլոմետրեր հեռավորության վրա, մի քանի կիլոմետր հեռավորության վրա իրականացնում է հյուսիս-հարավի այդ հարավային կտորի շինարարությունը, հենց տեսանելի հեռավորության վրա, եթե ոչ խաչվող իրավիճակում, եւ այո, սա թվում է անհավատալի, մենք Սյունիքում էինք մի քանի շաբաթ առաջ, բայց սա իրողություն է եւ պետք է անենք ամեն ինչ, որ հնարավոր լինի այստեղ այնպես անել, որ գերտերությունների կամ տարածաշրջանային տերությունների շահերը տրամագծորեն իրար չհակասեն մեր տարածքում իրենք տրամագծորեն չհակասեն եւ չբերեն բախման, հնարավորինս համադրվեն։ Կարծում եմ, որ մինչ այս պահը մենք դա հրաշալի կարողացել ենք իրականացնել, իսկ ահա այն ուժերը, ովքեր որ ասում են պետք է վերաբանակցեն խաղաղությունը, պետք է վերաբանակցեն TRIP-ը, BRICS-ին բերեն կպցնեն TRIP-ին, սա անեն, նա անել, իրենք անելու են ոչ այլ ինչ, քան այս շատ փխրուն հավասարակշռության, քանդում եւ ընդհանրապես խաղաղության ճարտարապետության փլուզում։ Սա են իրենք անելու։ Եթե հնարավոր լինի, պարոն Եղոյան, ինչ է սկզբունքորեն բացառում եք, որ հնարավոր է օրինակ որ BRICS-ը գա կպնի TRIP-ին, վերաբանակցեն օրինակ հայ-ադրբեջանական պայմանագիրը եւ շատ ավելի շահեկան դիրքերում գտնվի Հայաստանը։ Գիտեք, սկզբունքորեն ոչինչ պետք չի բացառել, բայց պետք է նայել հավանականությունը եւ ռիսկը։ Եթե մի բանի հավանականությունը, բարելավելու հավանականությունը 0.1% է, իսկ փլուզման ռիսկը եւ ավերիչ հետևանքների ռիսկը 99.9%, որ մի խելամիտ մարդ է իր մասնավոր կյանքում իր ձեռք բերած է այդ պահին, որը ես դες ասեմ, որը վատ ձեռքբերում չի։ Շատ ու շատ պետություններ այսօր կերազեին ունենալ այն, ինչ մենք այսօր ունենք։ Որ մի խելամիտ մարդը իր այդ պահի ձեռքբերումը կթողնի եւ կասի դե քանի որ կա 0.1% հավանականություն, որ իրական 0.1 էլ չի, շատ ավելի քիչ է, այս կասի նույնիսկ 0 կամ 0-ին մոտ է։ Եվ կգնա այդ միֆական հնարավորության հետևից, որ միգուցե իրականում, ես գիտեմ այդ մարդկաց նպատակը բարելավելը չի, հենց քանդելն է, դա հարցը։ Իրենց նպատակը այդ փխրուն ճարտարապետությունը քանդելն է, ասել եկեք ԱՄՆ-ը եւ Չինաստանը միասին դուք ռազմավարական նշանակության ճանապարհ կառուցեք մեր երկրում։ Ոնց կա Չինաստանն էլ կարող է գա մասնակցի այլ տեղում, բայց նույն ճանապարհի վրա, նույն ենթակառուցվածքի վրա, նույն ընկերության մեջ ոնց եք դուք դա պատկերացնում։ Ասել եկեք BRICS-ին կպցնենք TRIP-ին։ Ասում եմ իրանցիները հենց հիմա
Հյուսիս-հարավն են կառուցում, նա ուրիշ պրոյեկտ է, կողք, խնդրեմ, անում են, եւ դա աշխատում է։ Իրանց ասած տարբերակը բերելու է փլուզման եւ բերելու է առիթի Հայաստանին ուղղակի դուրս թողնել նորից տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացումից մի բան, որ 30 տարի անում էին։ Ձեր մատնանշած քաղաքական ուժերը, պարոն Եղոյան, հղում անելով վարչապետի հայտարարությանը, որ եթե մենք խորհրդարանում չկազմենք սահմանադրական մեծամասնություն կլինի պատերազմ, հայտարարում են, որ եթե քաղաքացիական պայմանագիրը վերընտրվի, ինչ երաշխիք ունենք, որ նորից նոր պատերազմ չի լինի։ Նկատի ունենալով նաև հայտարարելով, որ 2018-ից հետո քաղաքացիական պայմանագրի իշխանության ժամանակ Հայաստանը, Արցախը 3 պատերազմ են տեսել։ Ինքնին այդ տրամաբանությունը սխալ է։ Այսինքն պատմության մեջ պատմությունը այնպես չի գնում, որ մենք այսօր տեսնելու ենք այն, ինչ տեսել ենք 3։ Այդպես չի պատմության ընթացքը եւ պատմության տրամաբանությունը։ Եթե այդպես լինի, ոչինչ չի փոխվի այս աշխարհում։ Մենք միշտ կտեսնենք նույն բաները ամեն առավոտ, այն հայտնի ֆիլմի նման։ Պատմությունը այլ կերպ է։ Դու քո այս պահի ունեցած հնարավորություններով քանի հնարավոր տարբերակով կարող ես շարժվել։ Այսօրվա քո ունեցած կետից քանի ճանապարհ կարող ես ընտրել։ Այսօրվա մեր ունեցած կետից մենք ունենք 2 ճանապարհ։ Կամ պահպանել ձեռք բերված խաղաղությունը, խնամել այն, կառուցել այն, հոգ տանել դրա մասին, կամ փորձել վերաբանակցել ձեռք բերված խաղաղությունը եւ պայմանավորվածությունները։ Երբ որ դու փորձում ես վերաբանակցել ձեռք բերածը, նշանակում է դու ջնջում ես ձեռք բերածը, ասում ես եկեք նորից սկսենք խոսել։ Դե որ նորից սկսենք խոսել, ուրեմն վերջ հետ են գնում եւ նորից սկսում ենք բառ առ բառ այդ թուղթը խոսել եւ կներեք, իսկ ով է ասել, որ այդ թուղթը լինելու է ավելի լավը։ Քան արկ, ես կարող եմ վստահեցնել, որ չի կարող լինել ավելի լավը։ Մենք ստացել ենք ավելին, քան նույնիսկ հնարավոր է երազել։ Դուք չեք տեսնում դիցոք օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները մյուս կոնֆլիկտների դեպքում ինչ դիրքորոշում է ստանձնում։ Չեք դե, ես հիմա չտամ էլի պետությունների անուններ, որ այսպես բան չստեղծվի, էլի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի հնարավորություն ամենատարբեր գործիքներով հասնել իր ուզած արդյունքին ամենատարբեր թեժ կետերում։ Էլ չասած Հայաստան-Ադրբեջանը թեժ կետում դա ընդհանրապես ինչ որ բարդ խնդիր չէր Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, բայց իրեն գնացին երկու կողմերի շահերը հարգելու սկզբունքով, ոչ թե ուժեղի շահերը հաշվի առնելու սկզբունքով, այլ երկու կողմերի շահերը հաշվի առնելու սկզբունքով, այսպես ինչքան հնարավոր է դրանք մեկտեղելու, մի ընդհանուր հայտարարի բերելու եւ մի ընդհանուր լուծում գտնելու ճանապարհով բնականաբար իրենց մասնակցությունն էլ մեջը։ Եվ ասեմ ձեզ, դա շատ այսպես շատ նուրբ մի կետ էր այդ հավասարման մեջ, հա, որին մենք կարողացանք հասնել, այսպես ասեղի, ծայրի հաստության մի կետ էր, որտեղ մենք կարողացանք դնել մեր բոլոր լուծումները եւ հավասարակշռել նրանք, այնպես որ չփլվի հանկարծ ուղղություններից մի կողմ կամ մյուս կողմ, հա։ Եվ հիմա գալիս էլ եկեք այդ նուրբ այդ կետը փորձենք մի քիչ տեղաշարժվենք հանդվելու է, որովհետեւ դա այն բանը, այն ատոմային մոլեկուլյար ճշգրտության բռնված բանն է, էկվիլիբրումն է, այն ոսկի միջին կետն է, որտեղ մեր կարմիր գծերը խախտված չեն, բնականաբար Ադրբեջանի կարմիր գծերն էլ խախտված չեն, թե չէ իրենք էլ չէին համաձայնվի եւ բնականաբար ԱՄՆ կարմիր գծերն էլ խախտված չեն։ Սա վերաբանակցել նշանակում է մեկն ու մեկի կարմիր գիծը խախտել եւ ինչ է կարծում ում կարմիր գիծը կխախտվի այդ դեպքում ԱՄՆ, թե Ադրբեջանի, թե Հայաստանի։ Եթե մի քիչ շարժես այդ նուրբ կետը, բնականաբար դեպի շարժողները կասեն դե եթե ձեզ դուրս չի գալիս այդ կետը, եկեք շարժենք դեպի Հայաստանի կողմ։ Իսկ այդ ուժերը կան այսօր աշխարհում, որ ատամները սրած սպասում են դեպի Հայաստանի կողմ, այսինքն ի վնաս Հայաստանի այդ կարմիր գիծը խախտելու հնարավորությանը։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ։